Առաջին սիրահարվածության մասին ես պատմել հայրիկիդ։ Ոչ միայն առաջին։ Գալիս էի տանը papa գիտես չէ։ Ինձ sense ասելա որ հավանում է, ես էլ իրան ասել եմ, ես հիմա ընկերություն չեմ անի։ Զգացել ես այդ հայրական խստությունը։ Իհարկե եղել են սահմանափակումներ, օրինակ, չգիտեմ, փոքր տարիքում չունենաս ընկեր, papan ասում է դու պետքա շատ սիրես։ Իսկական սիրես։ Ինչ սահմանափակումներ են գուցե քո առաջ դրել դերասանական ասպարեզում։ Օրինակ հայկական շուկայի համար համբուրվել։ Անընդհատ papayin ուզում էի ապացուցեի, որ ես արդեն մեծ եմ, ես իմ կարծիքը պետք է արտահայտեմ։ Մտերիմ ես նաև Ռուբեն Եսայանի հետ։ Ռուբենը շատ կարևոր մարդ է իմ կյանքում։ Այս պահին զբաղվածության առումով նույն մտերմությունը նույնչափ չի ստացվում, բայց ամեն դեպքում ենք իրար հարգում ենք։ Բայց հիմա էլ իր ֆիլմում ես նկարահանվում։ Այո։ Ինչու է մտերմությունը ամեն դեպքում չի վերականգնվում։ Ես մի քանի անգամ հիշում եմ, հարցրել եմ Ռուբենին, դու միջամտություն ունես, որ Հայլենը լավ է խաղում։ Ինքը ինձ ասել է, որ ես տենց բան չեմ կարող անեմ, որովհետև ինձ պետք չի իմ ընկերներին խցկեմ։ Ոլորտում մտերիմներ շատ ունես։ Ոչ, բոլորը չեն, որ իրոք քո լավն են ուզում։ Մերին հենց այդ մարդկանցից մեկն է, ում հետ շատ միամիտ այդպես sense անկեղծ ընկերություն ձևավորվեց։ Բորիսի հետ չգիտեմ ունեցել ես այդպիսի խաղային դրվագ։ Այո, սցենարային չկար, մեր կերպարները պետք է զույգ լինեն, բայց մեր մեջ է այդպիսի քիմիա ձևավորվել, ինչ որ sense անսպասելի, կարծում եմ խաղալուց իր ու մերի միջև ավելի հեշտ է քիմիան ձևավորվել։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։